Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մեստիայի մունիցիպալիտետում իրականացված քննչական գործողությունների արդյունքում որպես իրեղեն ապացույց լրացուցիչ առգրավել են 42 այսպես կոչված մայներ։ Հետաքննությամբ պարզվում է, որ նշված սարքերի միջոցով տեղացիները խոշոր չափերով էլեկտրաէներգիայի ապօրինի եւ հակաօրինական օգտագործմամբ համակարգված կերպով զբաղվել են թվային արժույթի գեներացմամբ եւ ստացել անօրինական եկամուտներ։ Հանցագործությունը նախատեսում է մինչեւ 3 տարվա ժամկետով ազատազրկում։ Ընդդիմադիր դաշինքում հակասությունները շարունակվում են։ Ազգային շարժման դիրքորոշումն այն է, որ կուսակցությունը մնում է դաշինքում եւ շարունակում է աշխատանքը։ Իսկ Նիկա Գվարամյան կարծում է, որ նախկին իշխանական կուսակցությունը դաշինքում փաստացի միայն ձևականորեն է ներկայացված։ Ազգային շարժումը չի մասնակցում դաշինքի որևէ նիստի եւ արդեն 1.5 ամիս ներգրավված չէ որոշումների ընդունման գործընթացում, հայտարարել է Գվարամյան։ Բացի այդ, դաշինքի առաջնորդներից մեկը Թամար Չերգոլեիշվիլին հայտարարել է, որ ազգային շարժման լոգոն կհեռացվի դաշինքի պաստառներից։ Պարզապես հիմա ծախսանելու ցանկություն չունենք, ասել է Չերգոլեիշվիլին։ Դաշինքի կազմում չգտնվող ընդդիմադիր կուսակցությունների մի մասը նշում է, որ չեն զարմանում ընդդիմադիր դաշինքում տեղի ունեցող զարգացումներից։ Գնահատականներ են արվում նաև իշխող թիմում։ ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացրել է պաշտպանական հարվածների նոր ալիք։ Կենտրոնական հրամանատարության տեղեկությամբ հարձակման թիրախ են եղել Իրանի ռազմական վերահսկողության համակարգերը, կապի միջոցները եւ հակաօդային պաշտպանության օբյեկտները։ Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իրանի անհիմն եւ շարունակական ագրեսիայի։ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությամբ հարվածները շուտով կդադարեցվեն, սակայն եթե այսօր համաձայնություն չկայանա, հարձակումները կշարունակվեն։ Միաժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկություն է տարածում Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին։ Պահապանները նաև նշում են, որ հարձակում են իրականացրել Բահրեյնում եւ Քուվեյթում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա։ Քուվեյթը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը։ Ամերիկայի նախագահը հերքել է գնաճի վերաբերյալ մտահոգությունները։ «Սիրում եմ գնաճը», հայտարարել է Դոնալդ Թրամփը վիճակագրական բյուրոյի տվյալների հրապարակումից հետո։ Ինչպես հայտնում է CNN-ը, մայիսին տարեկան գնաճը հասել է 4.2%-ի, ինչը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Դոնալդ Թրամփի խոսքով, պատերազմի ավարտից եւ Հորմուզի նեղուցի բացումից հետո գները արագորեն կնվազեն։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ անցած ամիս զինված ուժերին հանձնարարել էր իրականացնել գաղտնի առաքելություն ապահովելու նավթատար տանկերների եւ առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Այսօր պատիվ ունեմ հայտարարել, որ այդ ջանքերի արդյունքում ավելի քան 100 միլիոն բարել նավթ նեղուցով դուրս է բերվել բաց շուկա, գրում է Դոնալդ Թրամփը։ Ֆրանսիայի նախագահը հաջորդ շաբաթ մեծ 7-նյակի գագաթնաժողովին կհրավիրի Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներին, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Էմանուել Մակրոնի խոսքով նիստը հիմնականում նվիրված կլինի Հորմուզի նեղուցի հարցին, ինչպես նաեւ կքննարկվեն Իրանի հետ բանակցությունների թեմաները։ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի գագաթնաժողովին, որպեսզի մեծ 7-նյակի անդամները մշակեն միասնական դիրքորոշում Ուկրաինային աջակցելու հարցում։ ՆԱՏՕ-ում քննարկվել է Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցը։ Հանդիպումը կայացել է Ռումինիայի պահանջով եւ տևել գրեթե 2 ժամ։ Ռումինիան դաշինքին տեղեկություններ է ներկայացրել ռազմական գործողությունների գոտուց իր տարածք ընկած անօդաչու թռչող սարքերի խնդրի վերաբերյալ։ Ռումինիան ՆԱՏՕ-ից պահանջել է ուժեղացնել դաշինքի հարավարևելյան թևի հետախուզական եւ պաշտպանական հնարավորությունները, մասնավորապես արդիականացնել ռադարային համակարգերը եւ անօդաչու թռչող սարքերի խոցման միջոցները։ Հանդիպումից հետո ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ դաշինքը շարունակաբար թարմացնում է իր պաշտպանական միջոցառումները։ Գիրչի կուսակցության ավագանու պատգամավորները դիմել են Թբիլիսիի քաղաքային խորհրդին կարմիր լուսացույցի ազդանշանի դեպքում աջ շրջադարձի կարգավորման մասին նախաձեռնությամբ։ Հարցի վերաբերյալ նրանք քաղաքային խորհրդում ճեպազրույց են անցկացրել։ Գիրչի նախաձեռնության նպատակն է, որ Թբիլիսիի բոլոր խաչմերուկներում կարմիր լույսի դեպքում աջ շրջադարձը թույլատրվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նպատակահարմար չէ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ավագանու պատգամավորների խոսքով սա լավ փորձարկված հյուսիսամերիկյան մոդել է, որը երկար տարիներ գործում է բազմաթիվ մեծ եւ փոքր քաղաքներում։ Գիրչի կուսակցության անդամների հայտարարությամբ նախաձեռնության իրականացման դեպքում աջ շրջադարձի համար անհրաժեշտ ժամանակը զգալիորեն կնվազի, ինչը կնպաստի քաղաքի հիմնական խնդիրներից մեկի խցանումների նվազեցմանը։
Բրյուսելում այսօր նախատեսված հանդիպման վերաբերյալ խորհրդարանի նախագահը զրուցել է հեռուստաընկերություններից մեկի եթերում։ Շալվա Պապուաշվիլին Եվրամիության արտաքին քաղաքականությունն անվանել է անհասուն եւ հայտարարել, որ Բրյուսելը սխալների շարք է թույլ տալիս, իսկ այն հաշվարկները, որոնք ունի Եվրամիությունը, իրագործելի չեն։ Խորհրդարանի նախագահը դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի տեղաշարժի չեղարկումը համարում է անհիմն եւ այդ քայլը կոչում միջազգային իրավունքի խախտում Եվրամիության կողմից։ Միջազգային նշանակության մցխետը Ստեփանծմինդա Լարս ավտոճանապարհի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները սկսվել են։ Նշված ճանապարհը լրջորեն վնասված է եւ ամբողջական վերականգնման կարիք ունի։ Քանի որ վերականգնման գործընթացը կապված է երկարատև ընթացակարգերի հետ, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը հաշվի առնելով հրատապ անհրաժեշտությունը որոշում է կայացրել աշխատանքները սկսել գործող սպասարկման եւ պահպանման պայմանագրի շրջանակներում, որպեսզի ապահովի ճանապարհի անցանելիությունը եւ տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը։ Զուգահեռաբար արդեն ընթանում են մրցութային գործընթացները եւ մոտ ապագայում Ցխետա Ստեփանծմինդա Լարս ավտոճանապարհի Գուդաուրի, Կոբի եւ Ստեփանծմինդա հատվածներում կմեկնարկեն լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։